Նախորդ տասնամյակներում մի շարք համայնքային գույքեր, հատկապես մանկապարտեզների տարածքներ օտարվել են, ինչի հետևանքով հազարավոր երեխաներ զրկվել են մանկապարտեզ հաճախելու իրավունքից։ 1991 թվականի սեպտեմբերի 21-ից մինչև 2025 թվականը Երևանի նախկին թաղային համայնքային եւ Երևանի համայնքին պատկանած մանկապարտեզների եւ դպրոցների տարածքների օտարման գործընթացներն ուսումնասիրելու նպատակով Երևանի ավականին ստեղծել էր քննող հանձնաժողով, որն էլ ամփոփել է աշխատանքների մի մասը։ Երևանի ավականու քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը քննող հանձնաժողովի երկրորդ նիստում ներկայացրել է նախորդ նիստից ի վեր կատարված աշխատանքների արդյունքները, նշելով, որ տեղեկությունների հավաքագրման գործընթացը շարունակվում է։ Այս պահին սպասում ենք տեղեկատվություններ կադաստրի կոմիտեից, մասնավորապես տվյալ տարիների կադաստրային եւ շուկայական արժեքների տեղեկատվության վերաբերյալ, որպեսզի կարողանանք համեմատել, թե ինչ գներով եւ ինչքանով օբյեկտիվ օտարումները տեղի ունեցել եւ նաեւ արկա կատարված գործարքների վերաբերյալ կադաստրից նույնպես տեղեկատվություններ ենք սպասում եւ ակնկալում է, որ 2 շաբաթվա մեջ այդ տեղեկատվությունները կստանանք։ Խմբակցության ղեկավարն ընդգծել է, որ նախորդ նիստում խոսվել էր 40 մանկապարտեզի օտարման մասին, սակայն այժմ ստացված տվյալների համաձայն փաստացի օտարվել է ավելի քան 100 մանկապարտեզ։ Սա ըստ Գալջյանի նշանակում է, որ հանձնաժողովի աշխատանքներն ավելի լայնածավալ են, քան սկզբում պատկերացնում էին։ Ինչ նշանակում է, որ մեր ծավալը աշխատանքների շատ ավելի մեծ է, քան մենք պատկերացնում ենք եւ 6 ամսվա շրջանակում, այսինքն արդեն շուրջ 3-4 ամիս մնաց աշխատանքների, պետք է կարողանանք այդ ամբողջ ծավալը այդ ժամանակահատվածում ամփոփել։ Նա նաև ընդգծել է, որ մանրամասնորեն պետք է ուսումնասիրվեն ոչ միայն շենքերի, այլև դրանց հարակից հողամասերի օտարումները, քանի որ այդ տարածքները հիմնականում օգտագործվել են նոր շենքեր կառուցելու համար։ Մասնավորապես այստեղ ունենք օրինակ Աջափնյակ վարչական շրջանում օրինակ ունենք հետևյալ պատկերը, այստեղ ժամանակին օրինակ եղել է մանկապարտեզ բակ, այս հետևի շենքը մանկապարտեզի շենքն է, իսկ այստեղ հիմա արդեն կառուցված են արդեն բակային հատվածում առանձնատներ եւ այս պարսպով, երբ որ ժամանակին այստեղ մանկապարտեզի ցանկապատներ, հիմա ինչ որ մեկի առանձնատան պարիսպն է եւ այստեղ առանձնատներ են կառուցված, այս էլ արդեն նույն փողոցի շարունակությունն է, էլի ասենք առանձնատների շարքագնում, այսինքն ինքը ամբողջովին բակը ծառայել է նոր սեփական եւ բավականին շքեղ երկհարկանի կամ երհարկանի տների նույնն է այստեղ Դավթաշենում ունենք մի օրինակ, տեսեք, մանկապարտեզի շենքն է, բայց կողքը բակային հատվածը արդեն առանձնատուն է կառուցված, այստեղ նաեւ այսպիսի ավելի գեղեցիկ պատկեր կա, սա քարտեզից վերցված լուսանկարներն է, բայց մենք նաեւ ունենք տեղում տեսանյութեր ունենք եւ մի օրինակ էլ օրինակ այսպես նույնպես մանկապարտեզի հատբակն է, բայց այստեղ էլ ինչ-որ շենքա կառուցված բակային հատվածում։ Գալջյանը նաև խոսել է Նոր վարչական շրջանում ժամանակին գործող մանկապարտեզների շենքերի վարձակալության հանձնման պայմաններից, նշելով, որ նախկին իշխանությունների օրոք դրանք բավականին մատչելի գներով վարձակալել են որոշ կուսակցություններ։ Օրինակ հետաքրքիր է, որ կան օրինակ 2006-7 թվականներին կուսակցություններին տրված վարձակալության մանկապարտեզի շենքեր եւ մասնավորապես այդ կուսակցությունների ցանկում է օրինաձեռքիր կուսակցությունը, Հայաստանի Հանրապետական կուսակցությունը եւ Հայ հեղափոխական դաշնակցությունը եւ բավականին տարօրինակ գներով օրինակ վարձակալություններ ա տրվել, օրինակ օրինաձեռքիր կուսակցությանը տարեկան 30,000 դրամով տրվել է 30 քառակուսի մետր տարածք, որը որ ընդհանրում է քառակուսի մետրը 1000 դրամ, իհարկե այս գինը պետք է հասկանալ ինչքանով է օբյեկտիվ, իմ կարծիքով բավականին մատչելի է, բայց անկախ գնից արդեն երևույթը, որ մանկապարտեզի տարածքը տրամադրվում է կուսակցությանը վարձակալությամբ, դա խնդրահարույց է, հատկապես որ ենթադրվում է օրինակ հանրապետական կուսակցության դեպքում տվողներն են եղել հանրապետական, վերցնողներն են եղել հանրապետական, այսինքն այստեղ կոնկրետորեն շահերի բախման լուրջ խնդիր է։ Խմբակցության ղեկավարը վստահեցրել է, բազմաթիվ դեպքեր կան, որոնք հասկանալի պատճառներով պետք է մանրամասն ուսումնասիրվեն, հատկապես իրավաբանական տեսանկյունից։ Սոնա Գիշյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։